ընդհանրապես։ Վարչապետը վաղը մեկնելու է Անկարա, Անկարայի մեկնում Ադրբեջանի նախագահը, հնարավոր է այնտեղ եռակողմ հանդիպում տեղի ունենա եւ այո ինչի մասին, ինչ օրակարգով։ Իմ տեղեկությամբ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է եւ չեմ կարող դա բացառել։ Դե որ ասում եք հնարավոր է, չգիտեմ, ես միշտ դժվարանում եմ ձեր այս հարցերին պատասխանել, որովհետև հիմա որ ասեմ հնարավոր է, ինչ ակնհայտ է, որ կարող է եւ հնարավոր լինի։ Կասեք դերում մի բան գիտեր, բայց չէ, ես տեղեկություն չունեմ։ Նման նախատեսված չի, բայց գիտեք, այդ միջազգային հանդիպումները ոնց են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնի եւ կարծում եմ, որ այցը շատ կարեւոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր, հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց, Իսկ եթե ամեն դեպքում ստացվի եռակողմ հանդիպում, ինչ օրակարգ կլինի։ Դե բնականաբար, եթե լինի եռակողմ, ուրեմն պետք է լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման Ալիևը այսօր է լինելու, Ժողիկը հարցում է կարող է պատահի եռակողմ լինի, ես քանի ոչ թե հնարավոր է, այլ եթե տեղի ունենա եռակողմ հանդիպում, բնականաբար պետք է քննարկվի այդ եռակողմ հանդիպման կողմերից երկուսի միջև առկա խնդիրները, իհարկե։ Արդեն մոտ 700 տարի, մոտ 700 տարի կլինի արդեն, հատկապես վերջին 500 տարին շատ ակտիվ, այո։ Երաշխավոր է դառնում խաղաղության։ Խաղաղության երաշխավորն է դառնում նաև Թուրքիան։ Դե այդ ձևակերպումները դրանք քաղաքական ձևակերպումներն են, էլի խաղաղության միջազգային պայմանագիրը, գիտեք, գոյություն ունի միջազգային պայմանագրերի ստորագրման կարգ, դրանք հետագայում հանձնվում են համապատասխան դեպոզիտարիա, միջազգային պայմանագրերը խախտել չի կարելի, միջազգային պայմանագրերի կատարման երաշխավորը միջազգային հանրությունն է եւ այն կազմակերպություններն են, որոնց անդամ որ կողմերն են եւ որոնց կանոնները որ կողմերը ընդունում են։ Բայց Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում իհարկե կա, ասենք դա գյուտարած չեմ լինի։ Կարող է Թուրքիան օրինակ նպաստել Ադրբեջանի կառուցողական դաշտերին։ Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն որ հաստատ ինքը ունի։ Այլ հարց է, քաղաքական կամք կունենա, թե չէ։ Բուն այցի փաստը իսկ արդեն ասում է, որ նման ենթադրություն մենք կարող ենք անել։